Բազմաթիվ բանակի ծառայողների հետ կապված քննադեր դիրքորոշում դուք ունեք, որովհետև ժամանակին Փաշինյանը մեղադրում էր, որ նախկինների օրոք պճեղի մենինգիտով, ականջի խրոնիկ մեծացումով ազատվում էին բանակից, իսկ հիմա մենք տեսնենք, որ իշխող ուժի բազմաթիվ ներկայացուցիչներ նույնպես չեն ծառայել բանակում եւ պատգամավորների զավակներ կան նույնպես չեն ծառայել էլի իշխող ուժի։ Ուրեմն այն ժամանակ, ձեր ժամանակ այդպես զարտուղի ճանապարհներով էին ազատվում, հիմա բոլորը արդար։ Տեսեք, իմ ղեկավարման ժամանակ բազմաթիվ միջոցառումներ են իրականացնել զորակոչը զինված ուժերի համալրումը արդար հիմքերի վրա դնելու համար։ Երկու բան միայն։ Ես փոխել եմ հիմնահատակ բոլոր հանձնաժողովները, բոլոր կողմնակի այն կառույցները, ովքեր որ օգտվում էին, հեռացրել եմ զորահավաքից, հավաքակայանից եւ նաեւ վիճակահանությամբ համապատասխան պայմաններ ստեղծել համալրումն իրականացնելու եւ բաշխումը ըստ զորամասերի իրականացնելու համար։ Այսօր քննադատում են, ասենք, նախկին ղեկավարների շատ զավակների, զինված ուժերի շատ գեներալների, ընդ որում նաեւ իմ երկու զավակները ծառայել են, ընդ որում նաեւ իմ ավագ որդին վիրավորվել է 44 օրյա պատերազմի ընթացքում, ավելի շատ պետական աշխատողներ, պետական ծառայողներ, որոնք որ չեն ծառայել բանակում, այսօրվա իշխանության օրոք են, բայց տա Աստված եւ ես կցանկանայի, որ մանավանդ անվտանգային համակարգում աշխատանք իրականացնող մարդիկ 100%-ով ծառայած լինեն հարգական բանակում։ Որպես իրենց որոշումները նաեւ adekvat են։ Իհարկե։ Պարոն Օհանյան, ՀԱՊԿ խանգարում էր, որ Հայաստանին զենքեր վաճառեին։ ՀԱՊԿ-ը չի խանգարել։ Մենք ՀԱՊԿ-ից, ասենք, նորմալ պայմաններում ավելի էժան սպառազինություն են ձեռք բերել ՀԱՊԿ-ի տարբեր երկրներից։ Միևնույն ժամանակ ես ձեզ կարող եմ ասել հետևյալը. ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը, Ռուսաստանի հետ համագործակցությունը մեզ չի խանգարել, որպեսզի մենք այն ժամանակվա հնարավորություններով սպառազինություն ձեռք բերենք տարբեր երկրներից, օրինակ Չինաստանից, եվրոպական տարբեր երկրներից։ Նույն Հնդկաստանից ու Ֆրանսիայից, որ հիմա մեծաթիվ տեխնիկա է ձեռք բերել, այն ժամանակ հնարավորություն չկար, թե ցանկություն չկար, թե խոչընդոտներ կային։ Այն ժամանակ պարզապես հարաբերությունների այդպիսի լայն դաշտ այդ երկրներից չենք ունեցել, բայց Ֆրանսիայից մենք սպառազինություն ձեռք ենք բերել, օրինակ դիպուկահարների հրացաններ։ Պարոն Օհանյան, նախ շնորհավորում եմ ձեզ բանակի։ Լավ էլի մի հատ, ես ձեզ արժ չեմ տվել։ Մի հատ 34 տարի առաջ ձևավորվեց այդ բանակ։ Այսօր սպարապետին ինչ ունեք ասելու։ Գիտեք, սպարապետի ստեղծած բանակը, որը որ ինքը ստեղծել է ոչ միայնակ, ստեղծել է բազմաթիվ իր թիմակիցների, ծառայակից ընկերների, բազմաթիվ ընկերների հետ միասին մենք տարիների ընթացքում կատարելագործել ենք եւ այսօր կարող եմ ասել 2016-18 թվականին անհամեմատելի էր այն բանակը, որը որ տարանջատված տարբեր կամավորական ստորաբաժանումներից, ֆիդայական ջոկատներից վերածվեց կանոնավոր բանակի եւ այնուհետեւ նաեւ այն կատարելագործվեց։ Հաղթանակած բանակը տարածաշրջանում մրցունակ էր եւ նաեւ միջազգային առումով մեր գործընկերների, դաշնակիցների հետ փոխգործունակ էր։ Բայց այսօր գտնվելով Եռաբլուրում, գիտեք, մի քիչ ամոթով կարող եմ ես արտահայտել այս վիճակը եւ բան չկա ասելու սպարապետին, որովհետեւ իր եւ իր թիմակիցների, մեր սերնդակիցների ստեղծած բանակը իհարկե կա, ոչ այն մարտունակ վիճակում, բայց նրա գործողությունների արդյունքը Արցախը այսօր հայաթափված է, ցեղասպանություն է իրականացվել Արցախի նկատմամբ եւ դա որոշակի առումով նաեւ ամոթալի վիճակ է ստեղծում հայ ժողովրդի համար։ Մեր խնդիրը այսուհետ պետք է լինի մեր արժանապատվության վերականգնում, որի ուղղությամբ մենք աշխատելու ենք։ Պարոն Օհանյան,